Նիկոլ Փաշինյանը, որ Արցախը հանձնել է, դրանից Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության կոռումպացվածները սրբեր չեն դառնում։ Այսինքն չի կարելի գալ կոռումպացված մարդկանցով ասել Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնել է։ Այո, Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնել է, որի համար պետք է Նիկոլ Փաշինյանը հեռանա իշխանությունից։ Բայց երբ որ դա ասում ես կոռումպացված, երկիրը կեղեքած մարդկանց դեմքով, հանրությունը սկսում է առնվազն տարակուսել այդ ասացի ճշմարտացիության, առավել եւս գործողությունների մղման մասով, թե ինչ անենք։ Դվաբար այն տեսակետը նաև որ նախկին իշխանությունները այսպես կոչված աջակցում են Նիկոլ Փաշինյանին, ինքը այս հարթության մեջ պետք է անենք, որովհետև շատ հաճախ տեղի ունենում նեգատիվ ընտրություն, ընդ որում ոչ միայն Հայաստանում, այդ աշխարհի բազմաթիվ տեղեր, այսինքն մարդիկ ընտրում են մեկին, մյուսի դեմ, ոչ թե ընտրում են մեկին հանուն, որ գա այսինչ բաներն անի։ Հիմա այո շատ հաճախ Նիկոլ Փաշինյանի ընտրողները ընտրում են, որ Ռոբերտ Քոչարյանը չգա իշխանության, Սերժ Սարգսյանը չգա իշխանության։ Այդ էլի ա եղել նախկինում էլ տարբեր ընտրություններում եւ Հայաստանում ընդդիմության ընտրում էին, որ իշխանությունը գնա, կապ չուներ ով էր ընդդիմության առաջնորդը այդ պայն։ Երևի էլի կլինի, այսինքն այդ նեգատիվ ընտրությունը մարդու հոգեբանության մաս է կազմում։ Հիմնականում այն հատվածի, ովքեր տենց խորքային չեն վերլուծում, հա, տենց ուղղակի էմոցիոնալ ընտրության ժամանակ առաջ է գալի նեգատիվ ընտրությունը։ Ընդ որում դա նաև իշխանությունն է օգտագործում։ Ասում է, տեսեք, եթե մեզ չընտրեք, պատերազմ ալնելու։ Այսինքն որ էլի նեգատիվ ընտրություն անեք։ Այս որ այսինչ բանը չլինի։ Չյով կազմվող բառերն են անընդհատ քարոզչության նյութ դառնում։ Ընդդիմությունն էլ է դա անում։ Նիկոլ Փաշինյանին չընտրեք, որ չի ասում, մեզ ընտրեք։